Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Ելենա Բորիսենկոն Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառման մեկնաբանությունների հատվածում նշել էր, որ չի հավատում վերջինիս։ Այդ թեման, սակայն, Ելենան չէր փակել, այնուհետև գրելով. «Վախը ստի մշտական ուղեկիցն է, իսկ լռությունը ոսկի է»։ Հավելենք նաև, որ արդեն հայտնել էինք. երկրպագուները պահանջում են Անդրեին հեռացնել Հայ Սուպերսթարի 6-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմից։ Մասնավորապես գրելով. «Հուսանք Անդրեին արդեն հեռացրել եք նախագծից, էս բռնակալ Անդրեին դուրս շպրտեք ժյուրիի կազմից»։ Իսկ նման արձագանքների պատճառը երգչի նախկին կնոջ Անի Օհանյանի սկանդալային գրառումն է, որտեղ վերջինս Անդրեին մեղադրել էր բռնության մեջ։ Նա ինստագրամյան իր էջում արված հրապարակման մեջ գրել էր. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով, ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը, դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով, այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման, աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար», նշել էր նա։ What you played on this joint just keep out, I'm going to give you some information until then keep. And one more.